Այսօր պահքի 24-րդ օրն է, որն էլ կոչվում է միջինք։ Սովորականի պես այսօր եւս տենիսի համար մրգեր եմ կտրատում եւ ես չեմ հապաղում դրանք որպես դիմակ օգտագործելու, որոնք մաշկս ել ավելի լավն են դարձնում։ Իսկ քանի որ այսօր միջինք է, ես երեկ պատրաստեցի իմ համեստ բաղարջով կաթանները։ Պատրաստում եմ բոլոր այն բաղադրիչներով, որոնք թույլատրելի են պահքի շրջանում։ Մուսալերում հողագործները միջինքի օրը այցելում էին իրենց արտերը, ստուգելու ծիլարձակած բերքի վիճակը, ինչը ցույց է տալիս տոնի կապը գառնան եւ բերքատվության հետ։ Իսկ տանտիրուհիները պատրաստում էին բաղարջ, որը նաև հայտնի է միջնաբաղջ, կլոճ, հարեգիր, կուտապ անվանումներով։ Եվ պարտադիր որպես հետաքրքիր խաղ տեղադրում էին լոբի, մետաղադրամ կամ ուլունք, որպեսզի ում հանդիպեր ողջ տարին նրան հաջողություն սպասվեր։ Սա առաջի անգամն էր, որ ես իմ ձեռքով կաթա էի պատրաստում, ես ինքս զարմացած էի ու հիացած։ Տանեկան ջեր մթնոլորտում ճաշակեցինք մեր համեստ կաթան եւ չեք հավատա, մետաղադրամը հենց իմ բաժին կաթայի մեջ էր։ Պահպանելով այս գեղեցիկ սովորույթները մենք կապում ենք անցյալն ու ապագան, փոխանցելով մեր մշակութային ժառանգությունը հաջորդ սերնդին։